Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մեր Աստված, զորավոր Աստված ասիրելիս։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ով է հարսանիք եղե։ Բոլորս էլ եղել ենք, չէ՞ հարսանիք։ Մեր հարսանիքների մասին չեմ ասում, դե մենք տարբերակ չունենք մեր հարսանիքին ներկա չեղնելու, ինչ որ մեկի հարսանիքի։ Ու գիտես ընդեղ մի պահ կա, որ ինչ որ մեկը համադան հարսանիքը վարող է, ասում է հարգելի սեղանակիցներ ողջ լինեք։ Ասում է եւ ուզում եմ ոդնկայց այսօր չգիտեմ խմենք մեր հարս ու փեսայի կենացը։ Սելից բայց Տերը սրտից դրել է, որ ոչ թե ոդենկայց, այլ մեր ծնկների վրա ես այսօր աղոթեմ քո համար։ Արի միաբանվենք, եթե կուզես կարասի մեջ ծնկի գաս, ծնկաչոք աղոթենք ամեն մարդու համար, այս դահլիճում գտնվող ամեն մեկի մեզ համացանցով դիտողների ամեն մարդու համար, Հիսուս Քրիստոսի անունով։ Հայր ջան, մենք գալիս ենք քո առաջ Տեր։ Հայր քո առաջ ենք բերում Տեր իմ Աստված։ Քո հարս ժողովուրդը Տեր, այստեղ գտնվող ամեն մարդու Տեր։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով, օրհնում եմ Տեր իմ Աստված քո ժողովուրդը։ Հայր դու գիտես ամեն մարդու կարիքներ։ Տեր դու գիտես նաև մեզ համացանցով դիտողների կարիքները Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, թող խափանվի սատանայի ամեն ծրագիր իրանց կյանքերից Հիսուսի զորավոր անունով։ Օրհնում եմ Տեր իմ Աստված, իմ ամեն քուր ու եղբորը Տեր։ Թող Տեր իմ Աստված իրանց ճանապարհները քո ճանապարհները լինեն Տեր։ Թող իրանց ընթացքը Տեր իմ Աստված քո ընթացքը լինի Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, հրճագում եմ Տեր իմ Աստված, քո անունով, քո վերքերով բժշկություն Տեր իմ Աստված, ամեն բժշկության կարիք ունեցողի համար Տեր, մեզ համացանցով դիտողների համար Տեր իմ Աստված, ով ունի բժշկության կարիք Տեր, դու հեռավորություններ Տեր իմ Աստված, հեռավորությունների Աստված ես Տեր, դու կարաս հպվես իրան Տեր, հենց հիմա Տեր, այն ժամանակ, որ ինքը կնայի Տեր ու դու բժշկես իրանց Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, հրճագում եմ ազատագրում ամեն քուր ու աղբորս կյանքում Տեր իմ Աստված, որ ազատված լինեն ամեն կապանքներից Տեր, Հայր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, որ ազատագրված լինեն Տեր իմ Աստված ամեն ոգուց Տեր, շնության ոգուց, խաղամոլության ոգուց, բռնության ոգուց, անեծքի ոգուց Հիսուսի զորավոր անունով Տեր, հրճագում եմ պետխաբերություն Տեր իմ Աստված, սեր, խաղաղություն, ժուշկալություն, թող քո սուրբ հոգու պտուղներով Տեր իմ Աստված լցված եղնի Տեր իմ Աստված, ամեն քո ժողովրդի ընտանիք Հիսուսի զորավոր անունով եւ ողջ եկեղեցին ասեց ամեն հալելույա Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրելիս միաբանության մեջ զորություն կա գիտես ես Աստվածաշնչից մի հզոր տեղ եմ ուզում քեզ մեջ բերում անեմ որ ինչ որ մարդու մտածելակերպով ինչ որ մարդու չէ այսինքն Աստված արդեն ասել էր կդա գտգերի այսօր տանելու եմ քեզ կդա գտգերի այսինքն մի իրավիճակի մեջ էր որ թվում է թե ելք չկար բայց գիտես երբ որ եղբայրը դառնում է ու սկսում է աղաղակել Աստծուն Աստված ասում է լսեցի աղոթքդ տեսա արդասունքդ Սերիս ուզում եմ քեզ ասեմ այն ինչը որ հերու էր այն ինչը որ չտեսավ մարգարեն ու միջոցով որ Աստված խոսում էր այն ինչը որ հերու էր մարգարեի աչքերից ու ականջից Տիրոջ աչքերի ու ականջի առաջ ամեն այսօր ես ու դու աղաղակեցինք ես չգիտեմ դու ինչի համար ես աղաղակե բայց սպասի հրաշքին հավատքով սպասի որտեղ մեր Աստված հավատարիմ Աստված է ու մեր Աստված աղոթքներին պատասխանող Աստված է Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին հալելույա հալելույա Փառք Հիսուսին հզոր Աստված ունենք ես ու դու սիրելիս Կարաս կողքինից շպտաս ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ շնորհակալություն փառաբանության թիմ ջան Տերը ձեզի շատ օրհնի Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին հալելույա Ոնց որ մեր Գագիկ եղբայրը ասեց ունենալու ենք հրաշալի ծառայության ֆորմատը եղբայրների համար փետրվարի 20-ին 26 27-ին որ մենք ունենալու ենք Նավառասիսկում ֆորմատը լրիվ ուրիշ է մենք նման ֆորմատով դեռ ծառայություն չենք ունեցել հարց ու պատասխաններով ծառայություն ասելս 2 օր 3 օր այսինքն 2 գիշեր 3 օր
լավ հանդիպում կունենանք, շփում կունենանք ու վստահ եմ, որ զորացած հետ են գալու, որտեվ այդ ծառայության կարկախոսն է, այդ ծառայության խոսքն է, մենք ինչը որ վերցել ենք, այն ինչը որ ես երկնքից ստացել եմ Հիսուսի հետ, Հիսուսի համար։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հաջորդ ինֆորմացիան, որ ուզում եմ ասեմ, երիտասարդների համար է։ Եթե դու 60 տարեկան ես ու քեզ երիտասարդ ես համարում, միգուցե եւ քո համար է։ Փառք Հիսուսին։ Սերներս, մարտ ամսից մենք սկսում ենք երիտասարդական խմբակ։ Ամեն 5 շաբթի, փառք Հիսուսին, հալելույա։ Ամեն 5 շաբթի, ես չգիտեմ որ այսքան ուրախալ էր ես խմբակը։ Ամեն 5 շաբթի ժամը 19:00-ին, այնտեղ որտեղ որ աղոթք ենք անում, Ռասիսկայա 133 դրոպ 8 հասցում մենք ունենանք երիտասարդական խմբակ։ Նենց որ արի։ Մեր Աստված հզոր բան ունի անելու այս տարի։ Հենց կարող է հենց քո միջոցով էլ անելու։ Ամեն ավելի ճիշտ չի կարող է հենց քո միջոցով էլ անելու է։ Դենց վստահ արի։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սերներս։ Այսօր մի թեմա է, որ մի խոսք կա սրտիս, որ ուզում եմ կիսվեմ իրար հետ քննարկենք, գիտեք, այս խոսքի վերնագիրը չունեի։ Խոսքը կար, բայց վերնագիր չկար ու ես սենց նայում եմ, քննում եմ ու ասում եմ Տեր, ինչ որ այն ինչը որ դու տալու ես, ես մեկը երկնքից տալու եմ, խոսք ունեմ, բայց վերնագիրը չունեմ։ Ու այսօր որ աստեն ստեղ էի ու պատրաստում էի խոսքին, վերնագիրը ստացա։ Գիտես, վերնագիրն է սեղանակիցներ։ Մի քիչ մեր մեդիա թիմը ուշ կդնի, որովհետև ինքը տեղակել չէր վերնագրի մասին։ Վերնագիրը սեղանակիցներն է։ Ինչ ենք ասում, հարգելի սեղանակիցներ։ Կամ կողակից։ Գիտես չէ որ կա կողակից։ Այդ քո կինն է կամ քո ամուսինն է։ Եվ կա սեղանակից, որ մարդ որ քո հետ սեղան է նստում։ Ահագին ժամանակ առաջ այս ինչ դեպքը որ ուզում եմ ասեմ, ինչ դեպքի մասին որ ուզում եմ վկայեմ, դա շատ վաղուց էր ու մեզ հրավիրել էին հարսանիքի ու երբ որ ես գնացի հարսանիք այն ժամանակ մենք մեր երիտասարդ տարիքում արդեն 40 տարեկան եմ, երբ որ ես դեռ դպրոցական էի, հələ ավելի փոքր, չեմ հիշում որ դասարան էի, ես հիշում եմ, երբ որ մեր գյուղը հարսանիք էին անում, վրանների տակ, ով ա դենց հարսանիքի մասնակցել, վաղ ջան, ես ինչին ենք ժողովուրդ ջան, փառք Հիսուսին։ Երբ որ վրանների տակ հարսանիք էինք անում, այնտեղ գիտեք ոնց էր, սենց մտնում ես վրաններով, ով որ եղել է պատկերացնում լավ։ Մի հատ ռուսերեն P-образный, այսինքն սեղաններ էր դրած, հավաքած, շատ սիրուն, փագած, տարբեր, չգիտեմ, անունները չեմ հիշում, տարբեր հնարավորություններով փագած ու բոլորը մտնում են, այսինքն մի մարդու նման գնում։ Ու գիտես, այդ բոլորը դառնում են սեղանակիցներ։ Բայց հիմա ժամանակը փոխվել է, այն ժամանակ հետաքրքիր էր, լավ էր ժողովուրդ ջան, հեռախոս չկար, ինտերնետ չկար։ Հիմա ճիշտ է այդ հնարավորությունները կա, բայց չգիտես ինչի այդ հնարավորությունները փոխանակ տա ծառայի Աստծուն, որ Աստծո խոսքը ավելի առաջ գնա ու չնայած փառք Աստծո, որ հիմա դենց է, բայց շատ-շատերի համար ինտերնետը դարել է օրինակ, գիտես ինչ, ինք իր տան մեջ նստած եկեղեցու հետ սեղանակից է լինում։ Եկեղեցու հետ ինքը սեղանակից է լինում։ Ես դեմ չեմ, որ եթե հնարավորություն չունի կամ ինչ-որ մի քաղաքում է ու չի կարա գա եկեղեցի, փառք Հիսուսին, որ գոնե այդ ճանապարհով նայում են ու լսվում են, բայց եթե հնարավորություն ունես ու չես գալիս, դա արդեն խնդիր է։ Գիտես, երբ որ գնացել էինք այդ հարսանիքին ու երբ որ արդեն հարսանիքը 10 սեղանին 10 հոգով էին նստած 10 կամ 12, ինքը sense մի հատ խորը տավոր թիվ ուներ 12։ Ու մտածում եմ ասեմ երևի ես եղբայրը քանի որ հոգևոր է դրա համար ինքը 12 հոգի է նստացրել ու գիտես երբ որ 12 հոգի նստում է սեղանին 12 հոգի խորհրդավոր ընտրիկի ժամանակ նստածներից գոնե մեկը դավաճան էր Հասկանում ես ինչ եմ ասում։ Երբ որ Հիսուսը աշակերտների հետ նստած էր, մենք վերջում այդ տեղը կկարտանք, երբ որ Հիսուսը աշակերտների հետ նստած էր, հաղորդություն էր տալիս, երբ որ հաց ու գինի հաղորդությունն էր տալիս, բացատրում էր թե ինչ է նշանակում գինին, ինչ է նշանակում հացը, իրենցից մեկը դավաճան էր։ Ու երբ որ այս հարսանիքին նստած էինք, որ արդեն պետքա սեղանին նստեինք 12 հոգով, ես տեսա Հարսանիքի այդ սեղան նստողների մեջ ու ես մի բան բարձրացնեցի, դա հբարդություն չի։ Հիմա կասեմ, խի, ես ասեցի, ես այս մարդու հետ սեղան չեմ նստի։
Հիմա կասես հովիվ ջան, բա դու հովիվ ես, չէ որ դու պետքա խոնար եղնես, դու պետքա սիրես, Աստվածաշունչը ասում է սիրեք ձեր թշնամիներին։ Սելիս անկեղծ ասեմ, ես այդտեղ թշնամի չունեի, բոլորը ինձի բարեկամ էին, բոլորին սիրում եմ։ Արունակից բարեկամ չէ, հա, բոլորինս բարեկամներ էին, բոլորին բարին եմ կամենում, բայց սեղանի վրա կային մարդիկ, ովքեր որ կարային օգտագործեին այդ հնարավորությունը, խի եմ ասում, որ դու ուշադիր եղնես, կարային օգտագործեին այդ հնարավորությունը, մի հատ համապատասխան նկար նկարելով, որ այսօր մենք նստած ենք հովիվ Կարենի հետ սեղան ու մարդկանց մոտ վստահություն ներշնչելով շարունակեին մարդկանց թալանել, ինչով որ մի քանիսը զբաղվում էին։ Ու երբ որ ես ասեցի, ես այստեղ սեղանին չեմ նստում, գիտեք, բոլորը սենց նայեցին, թե էսա մենք նենց կանենք, որ դու կնստես։ Բայց ես իմ որոշման մեջ հստակ էի։ Սելիս ասեցի, ես կամ այս սեղանին չեմ նստում, կամ հիմա գնում եմ տուն, ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Երբ որ դու որոշել ես Քրիստոսի հետևից գնալը, ասա ուրիշ տարբերակ չկա, այդ ամենագիմ տարբերակը, Փառք Հիսուսին։ Երբ որ դու որոշում ես, որ ինչ ուզում է եղնի, ես որոշել եմ, ես Հիսուսի հետ եմ գնում ու ես այս անօրենության հետ սեղանակից չեմ լինում։ Կասես, այս ինչ կոպիտ բան ասիր, բայց ճիշտ եմ ասում, ավետարանից եմ ասում ու Աստծո խոսքից։ Հալելույա։ Հարգելի սեղանակիցներ, որպես համադա չեմ ասում, որպես Աստծո խոսքը մատուցող եմ ասում։ Աստվածաշնչում մի հիանալի պատմություն կա, ու ես երևի այս վերջի ծառայությունների մեջ չեմ հիշում, որ ծառայության ընթացքում այս տեղը մեկնաբանել եմ, այս տեղը կարտացել եմ ու ուզում եմ հիմա նորից այդ տեղը կարտանք Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 24 խոսքից։ Նրանց մեջ մի վեճել եղավ, թե իրենցից ով պիտի մեծ համարվի։ Ես գիտեք ում մասին ասում, աշակերտների։ Աշակերտները սկսում են իրար հետ վիճվել, թե իրանցից ամենամեծով է, Պետրոսն է, Հովանեսն է, Հակոբոսն է, դե երևի Հովանեսը մտածում էր, քանի որ Հիսուսը ինձ ամենաշատն է սիրում, երևի ես եմ, հա։ Դա կարծիքներ է, որոնց մասին որ ես հիմա ասում եմ, որ մարդիկ մտածում էին, աշակերտները մտածում էին, թե իրանցից ամենամեծը ով պետք է եղնի։ Դու պատկերացնում եք, այնքան էին ամոթները կորցրել, որ Քրիստոսի ներկայությամբ վիճում էին, մեկը մյուսի հետ։ Ու այստեղ մի հետաքրքիր բան կա։ Եվ նա ասեց նրանց. ազգերը թագավորները տիրում են եւ նրանց վրա տիրապետում են նրանց վրա եւ նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում, բայց դուք ոչ այնպես, այլ ձեր մեջից մեծը թող փոքրագույնի պես լինի եւ առաջնորդը ծառայողի պես։ Ասում է, լսեք, բայց ձեր համար ասում է, էսի ձեր մասին չի, որ թագավորեք, այս աշխարհում փորձեք ինչ-որ հաստատվեք, ինքնահաստատվեք, ասում է, ամենալավ ինքնահաստատվելու տեղը, որ ձեր մեծագույնը փոքրագույնին ծառայի։ Այն որ ինքը մտածում է, թե ես ամենամեծն եմ, ամենաիմաստունն եմ, ամենախելացին եմ, այդ իր ունեցվածքով, այդ իր հասունությունով ծառայի փոքրին։ Եվ հետաքրքիր բան ասում, որովհետև ով է մեծ, սեղան նստողը թե ծառայողը, չէ որ սեղան նստողը, բայց ես ձեր մեջումը ծառայողի պես եմ։ Ասա ամեն։ Փառք Հիսուսին։ Սելիս հիմա ուզում եմ հիշես այն ժամանակ, երբ որ դու հարսանիք էիր գնացել, կամ ինչ-որ մի խնջույքի, կամ ինչ-որ մի տեղ, մենք բոլորս գնում ենք, ինչ-որ տեղ հաց ուտելու, կաֆե, ուզում եմ մի հատ հարց տամ, մատուցողին հիշում ես։ Բայց հիշում ես, չէ՞ ում հետ էիր գնացել կոֆե խմելու։ Այն օրը Գայան քրոջ հետ օրինակի համար, Գայան քրոջ հետ գնացել էի կոֆե խմելու։ Ես չէ, ժողովուրդ, սա օրինակ եմ բերում։ Գայան քրոջ հետ գնացինք կոֆե խմելու, կամ Վալոդի հետ գնացել էինք խորոված ուտելու։ Լսի այն ինչ համով խորոված էր։ Այնց լավ հաց են տալիս, բայց հաց տվողներին դու ոչ պովերին ես տենում։ Սելիս ուշադիր ես, դու ոչ պովերին ես տենում, խոհարարին կներես, ոչ է մատուցողին ես հիշում։ Այ մանավանդ որ ջերմ զրույցով, ջերմ խոսակցությունով բռնված ես, մատուցողը բերում դնում է, դու խոսակցությանը կարաս նայես, մի հատ շուռ գաս ուղղակի ասես շնորհակալություն, բայց քո ուշքի միտքը մատուցողին չի։ Բայց Աստվածաշունչը մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինձ ու քեզ հարցնում է, ով է ավելի կարևոր, սեղան նստողը թե ծառայողը։
Երբ որ դու ինչ-որ մարդու հետ գնում ես հաց ուտելու, ինչ-որ միտեղ մասնակցում ես կամ հարսանիքի ես գնում, այդտեղ կարևորը սեղանակիցներն են։ Եթե գնացել ես հարսանիք, ասես կարևորը հարս ու փեսան են։ Դու հարս ու փեսայի համար ես գնացել, բայց թե սեղանը դե պետքա լավ եղնի։ Անենց սեղան նստենք, որ մի քիչ շփվենք, էլի այն Սիլվայի հարսը չգա նստի։ Սիլվայի հարսին տանել չեմ կարա, թող ինձ ների Սիլվայի հարսը։ Ամենաօրնված քուրիկն է երևի։ Ասում է, ես այդ մարդուն տանել չեմ կարող, իր այդ սեղան չնստեմ, բայց գիտեք հետաքրքիր ինչն է։ Հիսուս ասում է, ես ձեր մեջ մատուցողի պես եկա։ Սերիս գիտես, իմ համար շատ լավ օրինակ է, հետևեմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին ու ձեր մեջ որպես Տիրոջ խոսքը մատուցող լինեմ։ Երբ որ Աստված խոսում է, երբ որ Տերը խոսում է ամեն մարդու համար, ուզում եմ իմանաս, երբ որ Աստված խոսում է, չասես, այս խոսքը ինձ չի վերաբերվում։ Հետ ենք դառնում նորից այնտեղ, երբ որ Քրիստոսը աշակերտների հետ նստած էր սեղանին, 12 աշակերտների հետ։ Եվ խոսում է, որ իրան ինչ որ մեկը դավաճանելու է։ Եվ բոլորը մտածում են, թե իրանց մասին է։ Հիշում եք այդ տեղը, Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 20-րդ խոսքից։ Այստեղ մի կարևոր բան է ասում։ Ասում է, եւ իրիկուն եղավ 12-ի հետ սեղան նստեցին։ Եվ նրանք ուտելիս ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեր մեջ մեկը կմատնե ինձ։ Եվ նրանք ամեն մեկը շատ տրտմեց, սկսեցին նրան ասել. միթե ես եմ Տեր։ Գիտեք հետաքրքիր ինչն է։ Աստծո խոսքը, Տիրոջ խոսքը, Հիսուսի խոսքը իրանց համար հեղինակություն է։ Ամեն։ Աստծո խոսքը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը իրանց համար հեղինակություն է։ Ու երբ որ Հիսուսը ասում է, որ իրենցից մեկը կմատնե իրանց, իրենցից մեկը կմատնե Քրիստոսին, բոլորը կասկածում են, ասում են ամեն մեկը սկսում են հարցնել, կարող է ես եմ, կարող է ես եմ, կարող է ես եմ։ Եվ երբ որ Հիսուսը ասում է, երբ որ Հուդան ասում է, կարող է ես եմ, Հիսուս ասում է դու ասեցիր։ Վերջ, պարզվել ով է մատնողը։ Ու շարունակություն է գնում, չէ՞, շարունակում է։ Ու գիտեք հետաքրքիր ինչն է, սիրելիներս, այդ հանդիմանական խոսքը հիմա կասես, էդի այ Հուդայի համար էր։ Բայց Աստված 12-ին խոսք ունի տալու։ Մեկին հանդիմանում է, մեկին գովում է, մեկը գալիս է այստեղ բժշկության պատասխան է ստանում, մեկը գալիս է այստեղ հանդիմանություն է ստանում, մեկը գալիս է մխիտարություն է ստանում, մեկը գալիս է իր աղքատ իրավիճակից, աղքատության իրավիճակից ելք է ստանում։ Ամեն։ Աստված ամեն մեկի համար խոսք է տալիս, ելիս, ու պատահաբար չէր, որ հենց 12-ն էին նստած։ Չնայած այդ արտահայտությունը, երբ որ արեց, մենք հասկացանք, բոլորս հասկանում ենք, որ դա վերաբերվում էր Հուդային, բայց սիրելիս, եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը 12-ի ներկայությամբ 12-ի առաջ ասում է, ուրեմն 12-ն էլ տեղից վերցնելու բան ունեն։ 12-ն էլ տեղից վերցնելու բան ունեն։ Սիրելիս, երբ որ Աստծո խոսքը այստեղից ազատագրվում է, ուրեմն բոլորս վերցնելու բան ունենք։ Ասում եմ, մեկս բժշկություն, մեկս հանդիմանություն, մեկս մխիթարություն։ Հալելույա։ Եվ շարունակությունը սենց է, երբ որ այդ ամենը վերջացնում է, Հիսուս ասում է 25-րդ խոսքին, Հուդան էլ նրան մատնողը պատասխանեց եւ ասեց. միթե ես եմ վարդապետ։ Նրան ասեց. դու ասեցիր։ Եվ այստեղ հացնուգինին վերցնում է ու ասում է այն ինչը որ ես ու դու գիտենք, խոսում է սուրբ հաղորդության մասին, բայց չի ասում հարգելի սեղանակիցներ ողջ լինեք։ Սելիս Քրիստոսը այն ինչը որ արեց, իմ ու քու հավիտենական ողջության համար արեց։ Ասա ամեն։ Այն խաչի վրա այն գինը որ տվեց, իմ ու քո հավիտենականության համար արեց։ Բայց այսօր ուզում եմ քեզ ասեմ, երբ որ դու հանդիսանում ես Քրիստոսի հարս եկեղեցու անդամ, հարսանիքի, սեղանի անդամ։ Հիմա քեզ ուզում եմ հարցնեմ, կարող է հանգարց մի պահ քեզ ինենց բայես, որ մարդիկ չուզենան քո հետ սեղան նստեն։ Անենց պայի քեզ, որ մարդը էլի ուզենա գա եկեղեցի։ Քեզ անենց պայի հարգելի սեղանակից,
որ մարդը ուզենա գա եկեղեցի, ոչ թե գալիս է մարդը նստում է, Աստծո խոսքը կապ չունի այստեղից ով է ծառայում, ով կապ չունի ով է ծառայում, Աստծո խոսքը խոսում են, ունդեղ հեռախոս անում, տեսար երեք Ռեալ Մադրիդը Բրազիլիային ինչ արեց, ունդեղ Աստծո խոսք է խոսում, ու հետո դուրս են գալի, ասում են, ստեղ ներկայություն չկար, որ գորայ գոլ, երևի երկուսը ոդիկը կայնեին, սելիս, սխալ տեղ ես եկե ուրեմն, ստադիոն պետք է գնայր, ստադիոն պետք է գնայր, կամ բայմացար ինչ եղավ, ու գնաց, հենց ասում են բայմացար ինչ եղավ, իմացի բամբասան կա, հենց ասում են բայմացար ինչ եղավ, ասա, հա իմացել եմ, Հիսուսը հարություն առե, վերջ, կպրձնի էդ ամենը, հետ գնանք Ղուկաս ավետարան, Հիսուս ասեց, բայց ես ձեր մեջ ծառայողի պես եկա, ծառայի պես եմ, 28-րդ խոսք, Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ, 28-րդ խոսք, իսկ դուք եք, որ միշտ ինձ հետ եք կենում ենք իմ փորձություններումը, միշտ իմ հետ եք, տեղեք, ասմա դուք 12-ըդ միշտ իմ հետ եք, գիտեք հետաքրքիր ինչն է, Հիսուսը, որ իրանց հետ չեղներ, իրանք իրար կուդեին, այդենց որ տարբեր էին իրանք, Հիսուսը, որ իրանց հետ չեղներ, իրանք իրար կուդեին, սերիս ուզում եմ քեզի ասեմ, եթե մեր մեջ Քրիստոսը չեղնի, եթե մեզ միաբանողը Քրիստոսը ու Աստծո հոգին չեղնի, մենք մեկս մյուսից հետ յոլա չենք երտա, հավատացեք դենցա, Հիսուսը մի վարգյան ոտները քաշում էր, սկսում էին իրար ուդել, մի վարգյան, արդեն մեկը մյուսի կռիվ էր անում, միաբանողը Քրիստոսն էր, եկեղեցու միաբանողը Քրիստոսն է, սիրելիս, եկեղեցու միաբանողը Քրիստոսն է, Տերը խոսում է, գիտեք հետաքրքիր ինչն է, երբ որ Աստված խոսում է, Տերը այդքան խոսեց, բացատրեց ինչ եղնելու, մեր գլուխ Գովան եղբայրը, Աստված իրան շատ օրնի, շատ եմ սիրում Պետրոս Առաքյալին, ասում ով ուզում է եղնի, մեկ գա ես քեզի չեմ ուրանա, դու իմացի, որ ես նրանց նման չեմ էլի, որ իրանք մեջ կասկածում էին, ասում են, կարող է ես եմ, ասում ես հաստատ գիտեմ, որ ես չեմ, ես հաստատ ճիշտ եմ, գիտես ու Պետրոսին թվում էր, թե ինքը ճիշտ է, Պետրոսը վստահ է, որ ինքը ճիշտ է, եղբայր, որ ինձի բռնեն, 3 անգամ ուրանալու ես, հիշես ասածս, լավություն էր անում Պետրոսին, ներողություն, Պետրոսը լավություն էր ուզում աներ Քրիստոսին, չէ, հանկարծ դու չխաչվես, հանկարծ թող այդ ամեն ինչը չեղնի, շարունակություն է, 29-րդ խոսք, և ես ուխտ եմ անում ձեզ թագավորություն, ինչպես իմ հայրն էլ ինձ թագավորություն ուխտեց, շարունակությունը, որ ուտենք և խմենք իմ սեղանի վրա, իմ արքայությունումը, և ատորների վրա նստենք Իսրայելի 12 ցեղերը դատաստան անելու համար, ասում որ բոլորդ իմ սեղանի վրա նստեք, այստեղ Քրիստոսի ես ժամանակավոր սեղանին նստելու քո նպատակը Քրիստոսի հետ երկնքում սեղանակից լինելու համար է, սիրելիս, դրա համար ես խոսքն եմ վերնագրել, սեղանակիցներ, կլինի, որ ես ու դու արժանի լինենք Քրիստոսի հետ սեղանակից լինելու, Քրիստոսի հետ ուտելու և խմելու ու Քրիստոսի հետ արքայության մեջ վայելելու, ուստեղ շեշտում է, գիտես ինչ ասում, իմ արքայությունը, այստեղ այնտեղն որ ասում են Հիսուսը Աստված չի, մենք գիտենք հոր արքայությունն է, բայց ինքը այստեղ շեշտում է, ասում է իմ հետ կլինեք, սեղանին կնստեք, սեղանի վրա կնստեք իմ արքայությունումը, էդի տարբեր արքայություն չի, որ հոր արքայությունը ուրիշ է, որդուն ուրիշ է, Սուրբ Հոգուն ուրիշ է, չէ, իմ արքայությունումը կնստեք, սա խոսում է Սուրբ երրորդության մասին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված լինելու մասին,
Ում այդ սեղան նստեմ, սեղանակիցներ ջան։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Չէ, քո այդ սեղան նստելու չի, ես այդ սեղանը չեմ նստի։ Մատթեոս ավետարան 22-րդ գլուխ, ինքը մի քիչ երկար է, բայց այնքան լավն է։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ դարձյալ խոսեց նրանց հետ առակներով, ասելով. երկնքի առկայությունը նմանեցնում է մի թագավոր մարդու, որ իր որդուն հարսանիք արավ։ Էլի հարսանիք։ Եվ իր ծառաներին ուղարկեց, որ հարսանիքին կանչեն հրավիրվածներին, եւ նրանք չկամեցան գալ։ Աստված կանչում, ասում է, լսեք, արեք մտեք հարսանիք։ Արեք մտեք հարսանիք։ Սերիս, ուզում եմ քեզ մի բան ասեմ, ես որ նայում եմ մեր եկեղեցու քույրերն ու եղբայրները ոնց են գալիս, մեծ մասը գալիս են նես ոնց որ հարսանիք եկածյան են, ու դու ճիշտ ես։ Ու դու ճիշտ ես։ Ասում է հարսանիքին գնացեք կանչեք, թող գան հարսանիք։ Հրավիրվածներին կանչեք։ Մարդկանց ում որ Աստված ընտրել է։ Եվ ասում է նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. ասեցեք հրավիրվածներին, ահա իմ ճաշերը պատրաստեցի եւ իմ արճարները եւ մսացուները մորտված են եւ բոլորը պատրաստ է։ Եկեք հարսանիք։ Այստեղ խոսում է տարբեր կերակուրների մասին։ Ասում է ճաշերը պատրաստ են։ Արճարները մորտված են։ Մսացուն կա, ամեն ինչը կա։ Գիտես, մարդիկ կան, որ տարբեր տեսակի քարոզներ են ուզում։ Մի քիչ sense նուրբ, կատի նման եղնի, ոնց որ Աստվածաշունչն ասում, ասում կատի նման եղնի, այն մեկը չէ մի քիչ ճաշ եղնի, այն մեկը մի քիչ միս ա ուզում, ոսկոր։ Աստծո խոսքը ասում է, ամեն ինչ պատրաստել եմ։ Քո համար ամեն ինչ պատրաստել եմ։ Կգաս, եթե ինչ որ մեկ իր համար ճաշ ա վերցնում, դու քո ոսկորը կվերցնես, ոսկորոտ միսը կվերցնես։ Բայց ասում է չեք անելի։ Շարունակությունը հետաքրքիր է։ Իսկ նրանք անհոգ լինելով գնացին մեկն իրենց արտը, մյուսն իր առևտրին։ Եվ մնացածները բռնեցին նրան ծառաներին եւ նախատեցին եւ սպանեցին։ Ես գամ ինչ են այդ եկեղեցի, դրանք շեղվածներ են։ Այստեղ են մարդկանց մասնա, որ ասում է դուք ցնդել եք, ես ինչ եք խոսում։ Ինչ դժոխք, Աստված մի կյանք կա տվեք, երխեմի քեֆարա մեռնել կա։ Հա, բայց այդ ասողները չեն գիտակցում, որ իրանց համար մեռնելը հավիտենական է։ Մեր համար ապրելն է հավիտենական, իրանց համար մեռնելը։ Գիտես, ասում է նախատեցին ու սպանեցին եւ Տիրոջ բարկությունը եկավ սիրելիս։ Բայց թագավորը լսելով բարկացավ եւ զորքն ուղարկեց եւ այն սպանողներին սատկացրեց։ Եվ նրանց քաղաքը այրեց։ Ասում եմ, մի վարգյանում կյանքս դժոխք դարավ, մի վարգյանում Աստծո կանչին ոչ ասելու համար իրանց կյանքը դժոխք դարավ։ Այն ժամանակ իր ծառաներին ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Արդ գնացեք դեպի ճանապարհները անցեք եւ ում որել գտնեք կանչեք հարսանիք։ Եվ այն ծառաները դուրս գնացին ճանապարհումը եւ ժողովեցին ամեն ում որ գտան, չար եւ բարի, եւ հարսանիքը բազմականներով լցվեցավ։ Մեգա Աստված իր հարս եկեղեցին լցնում է, սիրելիս։ Ասում է բազմականներով լցվավ։ Սիրելիս, գիտես, այստեղ մի հատ կարևոր բան եմ ուզում շեշտադրում դնեմ։ Լրիվ սուրբ չէին։ Չար ու բարի մարդիկ էին։ Չար ու բարի մարդիկ էին։ Գիտես, դու կարաս կողքի, չգիտեմ, ես եկեղեցու ես ոչ բոլորին եմ անձամբ ճանաչում, դեմքով գիտեմ անուններ հիշելու խնդիր ունեմ։ Մի 10 անգամ պետքա կրկնեմ, որ անունը հիշեմ։ Դրա համար ավելի լավ կերնի, որ մտնես ծառայության, որտեվ ոնց ուզում եղնի ծառայողների անունները հիշում եմ։ Լավ կոչ եմ, չէ՞ անում, համոզում եմ, որ մտնես ծառայության։ Բայց պետքա չհամոզեմ, դու պետքա վազես ծառայության։
Ասում է հարսանիքը բազմականներով լցվել է հարսանիքը, ու մարդիկ գիտես ինչ էին, բարի ու չար, ու կար այդ էթման, զդման, փոխվելու ժամանակ, այդ ժամանակը մինչև Քրիստոսի գալուստի ժամանակն է, հարգելի սեղանակիցներ, Քրիստոսի գալուստի ժամանակն է, ու ասում է հանգարց Փեսան եկավ, բայց երբ որ թագավորը մտավ, որ բազմականներին մտիկ տա, այնտեղ մի մարդ տեսավ, հարսանիքի հանդերձ չհակած, եկելա չի ուզում փոխվի, մարդիկ եկել են հարսանիք, Քրիստոսի հարսանիքին մասնակցելու, մեկը կա եկելա մյուսներն ասում է քելեկերտանք ֆուտբոլի, այսօր ժամը 6-ին ֆուտբոլ է, կամ չգիտեմ, արեք գնանք էս անենք, արեք գնանք էս, մարդը չի փոխվե, այդ մարդը նման է ամեն հարսանիքներում, հարսանիքը հարամանող մարդկանց, բայց մի բան եմ ուզում ասեմ, թե աշխարհում կարա ինչ-որ մեկի հարսանիքը հարամանես, այս աշխարհում չի ծնվե մեկը, որ կարողանա Քրիստոսի, Հիսուսի հարսանիքը հարամանի։ Եվ եղբոր համար մի հատ հարց է տալիս, ասում է, դու ո՞նց ես եկել, որ հարսանիքի հանդերձ չուներ, ասում է, այդ ժամանակ պապանձվեց, այդ ժամանակ ոչ մեկին ֆուտբոլի չէր կանչում, ոչ մեկին ուրիշ բան չէր ասում, ոչ մեկի մոտ ոչ մի մարդկանց մասին չէր խոսում։ Սեղանին նստած ասում է, նայ, հիմա տես, հիմա նայ կարակ ինչքան հաստակս է, հələ նայ, ոնց որ հեչ կյանքում իքրակերած չեղնի, հələ նայ, ու սենց խնդում են, հələ տես ոնց է կծե, ոնց է ուդում։ Մենակ իքրայ է ուդում, գիտես չէ։ Բայց դու խորոված, խաշլամա, չգիտեմ ինչ, ամեն ինչ ուդում ես, բայց իրա կարակը կսելուն ու իքրեն, մենակ կարակ ուդում, տեսենք նորմալ բան էր, բայց ուզում եմ քեզ ասեմ, հետ մարդը կարող է ծոմա վերցրել մսից, ոնց որ շատերը։ Ու այդ սեղանի վրա միակ բանը, որ ինքը կարա ուդի, դա հացը կարակն ու իքրանա։ Ու չգիտես ինչի դու այդ մարդուն կարաս նայես ու ծաղրես, առանց հասկանալու թե այդ մարդը խիա դենց անում։ Բայց ելիս Աստվածաշունչը գիտես ինչ է ասում, մի խապնվեք, Աստված երբեք չի ծաղրվի, ինչ ցանես են էլ կհնձես։ Ու մեկ էլ որ հենց Փեսան գալիս է, մտավ հարսանիք, մեկ էլ սենց հելնում են են ծաղրողներ են, չգիտեմ են քույրերին ու եղբայրներին, որ ծաղրում են, այս սենց հելնում են գալիս են, որ էսա պետքա մոդենա ասի, վայ, չգիտեմ անուններ չդամ, որ հանգած եկեղեցու ժողովուրդ, Նուեմ Զարջան, դու էլ ես տեղ, սպասում եմ, որ էսա պետք է ասի, վայ, դու եկել ես, բայց գիտեք, Հիսուսը գալիս է կողքով, ասում է, մոդենում են եղբորը կամ են քուրիկին, ում որ սեղանակիցները ծաղրում էին, ասում է, դու արի, դու իմ հետ արի, որովհետև դու որոշել ես սուրբ ապրես, քեզի չես պղծում, ծաղր չես անում, որովհետև դու լավ գիտես սաղմոսները, Աստծո խոսքը լավ գիտես, որ դու երանելի ես, որ ծաղր անողի ատորին չես նստում, իրանց հետ սեղանի վրա նստած ես, բայց ծաղր անողների ատորին չես։ Հիշում ես սաղմոսը, երանելի այն մարդը, որ ծաղր անողների ատորին չի նստում, բայց գիտես որ ատորի համար Աստված իրան վերցնում, ուզում եմ հայտնություն վերցնես, վերցնում է այն ատորի համար, որ Քրիստոսի հետ կնստի ու ազգերի վրա թագավորություն կանի, այդ ատորի համար, ոչ թե կծաղրի, ոչ թե կխոսա, ոչ թե կբամբասի, գիտես այնքան կարևոր ասելիս, որ նույնիսկ քո տան մեջ, քո շրջապատի մեջ, քո գործի տեղը, որ գնում եմ նամանամանդ վարսավիրանոցներ, գիտեք ինչն է հետաքրքիր, թվում է թե վարսավիրները բոլորի կյանքի մասին գիտեն, ամեն ինչից գիտեն, բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ, կատարյալ ճշմարտությունը, Աստծո խոսքն ասում է, հոգևորը քննում է եւ բայց չի քննվում, հոգևորը քննում է, բայց չի քննվում, երբ որ գնում նստում եմ ու մարդը փորձում է մազերը սարքի, ուսենք ինքը իրան թվում է թե ինքը էսա կարա խոսա, ես տնեմ իմ կյանքը պատմեմ, ու մեկ 2-3 րոպե հետո հանկարծ ինչ որ մեկ իրանց աշխատողներից մեկը դուրս է գալիս, ասենք եղբայր է, լավ չի անում որ ծխում է, բայց դուրս է եկել ծխելու, այն երկուսը սկսում են սրա ոսկորները լվալ։
կոլեկտիվի մեջ։ Հետո ասում են մենք իրար սիրում ենք, այս կոլեկտիվում միաբանություն չկա։ Սեղան նստողներ ջան, հերիքա իրար մի սուդեք։ Որ իրար մի սուդեք, սեր ու միաբանություն չի եղնի։ Մատուցողը մեղք չունի։ Ամեն բան չի որ մատուցողից է կախված։ Որ ես այստեղից Աստծո խոսքը քարոզում եմ, սիրելիս, բոլորի համար եմ քարոզում, իմ համար էլ։ Որ դու դուրս ես գալիս մարդկանց հետ շփվելու, ասում ես, այսօր լավ խոսքեր, լավ էր, բայց էսի սենց չի, էսի նենց չի։ Մի մոռացի, որ կարող է հանգարց ասի, եղբայր, դու հələ չես փոխվել կամ քույրիկ հələ չես փոխվել։ Հալելույա։ Հարգելի սեղանակիցներ, հավիդյան ողջ լինենք։ Կենաց չեմ ասում, հրճագում եմ, որ հավիդյան ողջ լինենք։ Գիտես խի եմ ասում, հարգելի սեղանակիցներ, որ արժանի լինենք Քրիստոսի հետ սեղան նստելու, սիրելիս։ Որ այն խոսքը, որ Աստվածաշնչում գրված է, որ ուտեք ու խմեք իմ սեղանի վրա, իմ արքայությունում է, և աթոռների վրա նստեք, Իսրայելի 12 ցեղերը դատաստան անելու համար։ Այս սեղանակիցներ, երանելի ինձ ու քեզ, եթե Քրիստոս հետ սեղանակից կեղնենք։ Գիտես, երբ որ 12 աշակերտները սեղանի վրա նստած էին ու Քրիստոսը հաղորդության հացը կդրեց, երբ որ գինին տվեց ու ասեց, էսի մարունն է, և հացը տվեց, ասավ, էս էլ իմ մարմինն է, խոսած, որ ես ու դու պետք է մեկ եղնենք, որ մենք պետք է միաբան եղնենք, ամեն, որ մենք պետք է միաբան եղնենք, առաջի դարի եկեղեցու հաջողությունը գիտես որտեղ էր կայացած, ոչ թե որ իրանք Քրիստոսը նոր էր գնացը, ոմանք անձամբ հանդիպում էին ունեցել, անձամբ տեսել էին Քրիստոսի հետ, դրա մեջ չի ասում, ասում է սիրտն ու հոգին մեկ էր, միաբան էին, ամեն, սիրտն ու հոգին միաբան էին, ես մեկ տեսա հոլովակներ եմ նայում, որ ինչ-որ մարդ սեղանին նստած է, ինչ-որ հաշվանդամ ու ինքը չի կարող օգնի, կողքից նայում են, հեռախոսները վերցրել, կողքից նկարում ու ծաղրում են, որ այդ մարդը ձեռը դողում է, չի կարող ինքը այդ սուրճը կամ այդ ջուրը խմի։ Նույնիսկ կարող է սարկած, կարող է ձևական բան եղնի, որ ինչ-որ մեկը գալիս է այդ մարդուն օգնում է, ես չեմ կարող ասեմ, հիմա այս արեստական բանականությունը ինչ ասես անում, բայց երբ որ դու տենում ես, որ մարդը գալիս է, ինքը կարեկից է, ինքը սրտացավ է, որ նայում ես այդ ներկայությունից անկախ քեզանից սկսում ես արդասվել ու ասում ես փառք ես Տեր, որ մնացել են դեր մարդիկ, որ նման մարդկանց ծաղրանքով չեն վերաբերվում, չեն ծաղրում մարդուն, այլ որ օգնում են, այլ որ կարեկից են եղնում։ Հարգելի սեղանակիցներ, սիրեք զմիմյանցս, սիրեք մեկդ մյուսին, մի ծաղրեք իրար, անուն մի դրեք իրար։ Հալելույա, հալելույա։ Փառք ես Տեր։ Եթե դու այստեղ ես, ուրեմն իմացի, պատահական չես այստեղ, Աստված հետդ գործ ունի, ու թող քո սաղ թող քո համար շաբլոն խոսքեր չլինեն, թող չլինի, թե հովիվը պետք է վերջում ինչ-որ մի բան ասի, ինչ որ ստանում եմ, են էլ ասում եմ, ինչը որ ասում եմ, առաջին իմ համար եմ ասում, կասես դեվնես ափսոս են մարդկանց համար, ովքեր որ այսօր ստեղ չէին։ Հալելույա։ Երբ որ դու հանգիստ քո տունը նստած քո հացն ես ուտում, Մատթեոս 26-26-ում տես ինչ ասում է, եւ նրանք դեռ ուտում էին։
Հաց էին ուդում հլը։ Սովորական էր իրանց համար, լսեցին, որ ինչ-որ մեկը դավաճանել է, խիղճներ իրանց հանգստացավ, իմացան, որ իրանք չեն, հուդանա, ես ինչ լավ է, ես չեմ, հայ, կայն ես, խաշը սարել է, չգիտեմ, ես ինչ է եղել, սկսում են ուտել, ես ինչ լավ է, ես չեմ, հանգիստ իրանք սկսեցին իրանց հաց ուտելը։ Հենց որ ասեց, ձեզանից մեկը դավաճանելու է, ասում է, բոլորը տրտմեցին։ Գիտես խի տրտմեցին, որ ոչ թե նրա համար, որ ինչ որ մեկը դավաճանելու է, տրտմեցին, որ հանկարծ ես չեղնեմ այդ դավաճանը։ Ռուսերեն սենց մի հատ բան կա, էլի, որ իմացան իրանք չի, այդ արտահայտությունը մի քիչ տեղին չի, բայց ռուսերեն արտահայտություն աշխատում եմ չանեմ, բայց սենց է, լավ է, մայա խատա սկրայու։ Մեզանից հետո կապ չունի, ինձանից հետո ինչ ուզում է անի, կարևորը ես չեմ։ Հա դու չես, բայց սրդացավ չես։ Զարմացա ես վերջերս, երբ որ հավատացյալ քույր ու եղբայրներից մի հատ արտահայտություն լսեցի, մազերս բիզ-բիզ կայնավ ժողովուրդ։ Մի իրավիճակի մասին մի քույր պատմում է, թե ինչ սարսափելի դեպք է տեղի ունեցել, միակ բանը, որ այս հավատացյալ քույր ու եղբայրները ասեցին, սենց Աստված հետո հեռու պայի։ Մե էդ ա եղե։ Աստված հետո հեռու պայի։ Հանկարծ մեր հետ չեղնի դենց բան։ Մի հատ սրդացավություն չտես, այդ սրդացավությունը երևես էր։ Ես սենց կարամ հասկանամ, վայ ինչ լավ է մեր հետ չի եղե, վայ Աստված ջան, ինչքան բախտավոր ենք, որ էդի մեր հետ չի եղե։ Ուր ա քո սրդացավությունը։ Սեզ չկա, միաբանություն չկա, էս չկա, այն չկա, մադուցողից չի, սեղանակիցներից է։ Սեղանակիցներից է։ Չգիտես ինչի մարդիկ կան, որ դու ուզում ես լավ ուժեղ մարդկանց կողքը միշտ եղնես, միշտ ուզում են մարդիկ ուզում են լավ մարդկանց կողք եղնեն։ Փարիսեցիներն էլ են, գիտես չէ, դենց ուզում։ Բայց մեկը կար, որ իրան գիտես ում են ասում, ում է դեր սեղան նստում, էլ եմ շեշտում, սեղանակից էր մեղավորների ու մաքսավորների։ Ուշադիր ես, մեղավորների ու մաքսավորների հետ սեղանակից էր, ասում եմ մեղավորների ու մաքսավորների հետ էր սեղան նստում, հարգելի սեղանակիցներ։ Հալելույա։ Ինչ քաղցր Աստծո ներկայություն կա։ Ինչ զորավոր Աստծո ներկայություն կա։ Ես խնդրեմ փառաբանության թիմը գա։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Խնդրեմ փառաբանության թիմը գա։ Հալելույա։ Արի ոտի կանգնենք։ Փառք Հիսուսին սիրելիս։ Փառք Հիսուսին։ Նայում եմ ուրախանում եմ։ Աստված Քրիստոսի հարս եկեղեցու սեղանակիցների թիվը ավելացնում է։ Ինձանից ու քեզանից մի բան է պահանջվում, չեմ ասում պակաս, հավատում եմ, որ սիրտն ու հոգին մեկ է։ Երբ որ մեր սիրտն ու հոգին մեկ է, եւ մեր միաբանողը Աստծո հոգին է, եւ Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստված ամեն օր փրկվածների թիվը ավելացնում էր։ Հավատում եմ, որ Աստված ամեն օր փրկվածների թիվը ավելացնում է։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Հալելույա։